Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո, ամեն։ Արդ կատարյալ եղեք դուք, ինչպես ձեր եկնավոր հայրն է կատարյալ։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, հայ առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է բուն բարեկենդանը, որով ազդարարվում է մեծ պահքի սկիզբը, վարագույրը եկեղեցու փակ է եւ ամբողջ քրիստոնյա համայնքը մտնում է ապաշխարության ընթացքի մեջ 40-օրյա պահեցողությամբ կատարելության ճանապարհը բռնելու համար։ Ինչպես գիտեք, 40 թիվը հաճախ է հանդիպում Աստվածաշնչում եւ մենք տարբեր առիթներով տեսնում ենք, որ 40-օրյա շրջանը սրբազան մի շրջան է համարվում։ Ծնողները, երբ որ մայրերը զավակ են ունենում, 40-օրյա շրջան են ապրում, տեսնում ենք, որ Տեր Հիսուս 40-օրյա աղոթական եւ ծոմապահության շրջան ապրեց եւ կարելի է եզրակացնել, որ այս 40 թիվը մի սրբազան շրջանի մասին է խոսում, որը որ մղում է մարդուն անցում կատարել, փոփոխման մեջ մտնել եւ կարելի է ընդհանրական կերպով ասել մահից դեպի կյանք անցնել։ Ինչպես որ նոր ծննդաբերած կինը մահվան եւ կյանքի սահմանում է եղել եւ լույս աշխարհ է բերել զավակ եւ 40-օրյա ընթացքով կյանքի վերադառնալու, իբրև նոր մարմին վերադառնալու այդ շրջանն է անցնում, այնպես էլ մենք այս 40 օրերը, որ պիտի պահքի մեջ մտնենք, հոգեվորապես մեղքի եւ արդարության միջասահմանում են գտնվում, կարելի է ասել մահվան եւ կյանքի միջասահմանում եւ պիտի այս որոշումը կայացնենք այսօր, որ կյանքին ենք դառնում եւ կյանքին դառնալով այս 40 օրերը մեզ համար պիտի դառնան սրբության տանող ճանապարհ, որով որ մեր մարմինը, մեր միտքը, մեր հոգին պիտի նորոգվի եւ նոր մարդ պիտի դառնանք։ Հակառակ դեպքում մեր պահեցողությունը, մեր ջանքը օգուտ չունի, եթե մեր նպատակը նոր արարած դառնալը չէ։ Անշուշտ այս ճանապարհը բարդ ճանապարհ է, սակայն այդ ճանապարհին ունենք մեր ուղեկիցը, Տեր Հիսուս, որը անցել է այս ամենի միջով եւ մեզ ճանապարհը ցույց է տվել եւ մենք պիտի ուղղակի նայենք նրան եւ որքան որ մեր մարդկային տկարությունները մեզ ներում են, հետևենք նրան։ Բուն բարեկենդանը հավանաբար շատերդ գիտեք, որ կապված է դրախտային վիճակից դեպի մահ անցման հետ։ Դրախտային վիճակ Ադամ եւ Եվա, որոնք որ ապրում էին Աստուծո ներկայությունը, անհնազանդությամբ հեռացվեցին եւ մահով դատապարտվեցին մեռնել։ Եվ ուրեմն մեզ համար բուն բարեկենդանը հիշողությունն է այն երանության, որը ունեինք Տիրոջով, որից զրկվել ենք եւ որին պիտի դառնանք։ Եթե Ադամը եւ Եվան դրախտային երանական իրավիճակից դուրս եկան դեպի մահվան իրականություն, ապա մենք կոչված ենք մահվան իրականությունից դառնալ դեպի երանական դրախտային իրավիճակ։ Նպատակը մեծ պահքի, որպեսզի վերջում իրար աչքերի մեջ նայելով կարողանանք տեսնել դրախտ։ Այսօր իրար աչքերի մեջ որ նայում ենք, տեսնում ենք դժոխք։ Մեր տագնապները եւ մեր անհանգստությունները, մեր տվայտանքները
մղում են, որպեսզի մենք իրար աչքերի մեջ նայելով դժոխք տեսնենք։ Բայց Տեր Հիսուսով, Տիրոջ ողորմությամբ, հարության լույսով պիտի իրար աչքերի մեջ նայենք եւ մեկս մյուսի մեջ տեսնենք աստվածային պատկերը եւ դրախտը։ Ուրեմն սիրելիներ, այսօրվա ավետարանական հատվածը, որն դրվել են մեր եկեղեցու հայրերը, այս ճանապարհը անցնելու ուղենիշներ է տալիս մեզ։ Ավետարանը սկսվում է հետևյալ կերպ. զգուշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք, որպես թե այն լիներ ի ցույց նրանց, այլապես վարձ չեք ընդունի ձեր հորից, որ երկնքում է։ Նախորդ գլուխը, որ 5-րդ գլուխը Մատթեոսի ավետարանի, որ ընթերցում ենք, տեսնում ենք, որ այս ողորմությունը կապված է նախորդում գրված արդարության հետ։ Որոշ եկեղեցական մեկնաբաններ ասում են, որ այստեղ ողորմություն բառը, որ գրված է, որոշակի վրիպակ կա, պետք է լինի ձեր արդարությունը եւ նախորդ գլխի հետ պիտի կապվի։ Ուրեմն ձեր արդարությունը, ասում է, զգուշ եղեք, որ չանեք ի ցույց մարդկանց, որովհետեւ վարձ չեք ընդունում։ Ինչ է արդարությունը։ Տեր Հիսուս ավետարանում նախորդ գլխում, 5-րդ գլխում ասում էր, որ ձեր արդարությունը եթե ավելին չլինի, քան փարիսեցիների եւ սադուկեցիներինը, ապա արքայության մուտք չունեք։ Արդարությունը այն կատեգորիան է, որով որ մարդը նմանվում է Աստծուն։ Բայց ո՞րն է այդ արդարությունը։ Շատ դժվար է մարդու համար բռնել դա։ Եվ ինչպես որ այսօր է դժվար էր նաև Տեր Հիսուսի օրերին, եւ մարդիկ փորձել են արդարությունը ձևակերպել որոշակի սկզբունքներով։ Հրեական միջավայրում այդ արդարությունը 3 հիմնական սյուներ էր իր մեջ պարունակում. ողորմություն, ծոմ կամ պահք եւ աղոթք։ Այս 3 հիմնական սյուներն են, որոնք որ արդարության այդ հիմքից բարձրանում են դեպի կենցաղ։ Եվ Տեր Հիսուս ավետարանում խոսում է այս 3 բաների մասին ասելով, ողորմության մասին որոշակի նկատառումներ, պահեցողության մասին որոշակի նկատառումներ եւ աղոթքի մասին որոշակի նկատառումներ։ Փոքրիկ անդրադարձներով անցնենք ավետարանական հատվածի վրայով։ Երբ ողորմություն անես, ասում է Տերը, փող մի հնչեցրու քո առջև, շեփոր մի հնչեցրու քո առջև։ Ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ասում է դա է նրանց վարձը, ավելին ոչ, Աստծուց վարձ չեն ստանա։ Մենք մտնելու ենք պահեցողության մեջ եւ պահեցողության այս ընթացքում ողորմության գործերը կարևոր են։ Եվ ուրեմն ինչ է նշանակում Տիրոջ խոսքը, որ ողորմություն անելիս մի շեփորահարեք։ Բնական է որևէ ողորմություն կատարող իր առջևից շեփոր չի հնչեցնում, բայց իր միտքը, իր շարժումը, իր միտումները ուղղված են նրան, որ փառավորվի իր անձը մարդկանց մոտ։ Եվ Տերը ասում է այն մարդը, որը որ ողորմություն է կատարում, որպեսզի փառավորվի իր անձը, ոչ մի օգուտ դրանից չունի, բացի այն շնորհակալական հայացքներից, որոնք որ ուղղվում են նրան։ Այլ կերպ ասած, Տերը հուշում է, որ մեր յուրաքանչյուր գործ լինի աղոթք, լինի պահեցողություն, լինի ողորմություն, պիտի լինի Աստծո փառքի համար։ Մեր անձից դուրս պիտի լինի մեր մտասևեռումը։ Եվ ուրեմն Տերը ասում է, որ մի շեփորահարեք ձեր առջևից, երբ որ ողորմություն կանեք, որպեսզի չփառավորվի ձեր անձը, այլ փառավորվի Աստուծո անձը, որը ձեր միջոցով գործում է երկրի վրա։ Ձեր գործերը տեսնելով պիտի փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Երբ որ մենք կանգնում ենք այդ սահմանին եւ մեր անձերը դարձնում գովեստի առարկա, փառաբանման առարկա,
Աստուծո փառքն է, որ մենք խլում ենք նրանից, եւ դրա համար վարձ չպիտի ունենանք։ Տեր Հիսուս ասում է, երբ որ ողորմություն անես, քո աջ ձեռքը թող չիմանա, թե ձախը ինչ է անում եւ հակառակը, որպեսզի քո ողորմությունը լինի ծածուկ։ Եվ ինչ որ Տերը կտեսնի ծածուկ, կհատուցի հայտնապես։ Ուրեմն մենք սովորում ենք երկու բան։ Ողորմության գործեր կատարելը անհրաժեշտ է։ Արդարության համար անհրաժեշտ է լինել ողորմած։ Ողորմած լինել նշանակում է փնտրել Աստուծո փառքը, եւ ողորմած լինել նշանակում է կատարել ծածուկ, որպեսզի չփառավորվի քո անձը։ Անշուշտ այստեղ պատկերն է Տեր Հիսուս, որ ասում է չափազանցություններ են, ինչպես կարելի է անել, որ աջ ձեռքը կատարի մի բան եւ ձախ ձեռքը չիմանա, բայց այդ պատկերով Տերը սովորեցնում է մեզ, որ պետք է լինենք ծածկագետ մեր ողորմության մեջ։ Հաջորդ հատվածում խոսում է Տերը աղոթքի մասին։ Չլինեք, ասում է, կեղծավորների նման շատախոս։ Այլ երբ որ աղոթքի կանգնեք, ասում է, մտեք ձեր սենյակը, փակեք ձեր սենյակի դուռը եւ այնտեղ աղոթեցեք ծածուկ, գաղտնաբար, եւ ինչ որ Աստված կտեսնի ծածուկ, կհատուցի հայտնապես։ Շատախոս լինել աղոթքի մեջ ինչ է նշանակում։ Միթե մեր բազում խոսքերի համար է Տերը ասում շատախոսություն։ Կարծում եմ, որ ոչ։ Շատախոսությունը, ինչպես ավետարանում ասում է, հատուկ էր հեթանոսներին, որոնք որ կարծում էին, թե իրենց բազում խոսքերի պատճառով պիտի աստվածությունը մի տեսակ հոգնություն ապրի եւ կատարի իրենց խնդրանքը։ Հեթանոսական ընկալման մեջ աղոթքը համարվում էր միջոց աստվածությանը շահելու, ողորմությունը կամ զոհաբերությունը համարվում էին միջոց աստվածությանը մի տեսակ կաշառելու, եթե կարելի է այդ բառը ասել։ Եվ այդպիսի ախտի մեջ նաև մենք այսօր ընկնում ենք հաճախ մեր հարաբերություններում Աստուծո հետ դառնալով այնպիսի մարդ, որը տուր եւ առության մեջ է, առևտուրի մեջ է Աստծո հետ։ Այդպես ես մատաղարեցի, այդպես ես մոմ վառեցի, աղոթք արեցի, ծոմ պահեցի, այ հիմա քո հերթն է, Տեր, դու արա ինչ որ քեզնից է հասնում։ Եվ Եսայի մարգարեն այսօր, երբ որ ընթերցում էինք առաջին հատվածում, իսկ ասում էր, որ պիտի գաք եւ ասեք ծոմ պահեցինք, աղոթք արեցինք, բայց դու մեզ չլսեցիր, այդ ինչպես եղավ, որ դու մեզ չլսեցիր։ Եվ Տերը պիտի ասի, որ ինձ հաճելի չէր ձեր ոչ ծոմապահությունը, ոչ ձեր աղոթքն ու զոհաբերությունը։ Ուրեմն աղոթքի մեջ էլ կարևոր է լինել խոնարհության մեջ, չերևալ իբրև ցուցադրական աղոթք կատարող, այլ ինչպես որ Տերն է ասում, փակվել քո սենյակում եւ աղոթել ծածուկ։ Սենյակ ասվածը եկեղեցու հայրերը համարում են մեր սիրտը։ Այսինքն կարելի է նաև հասկանալ այսօր մեր կյանքում առանձնանալ որևէ սենյակում, բայց կարելի է հասկանալ նաև քո սրտում առանձնանալ եւ այնտեղ ծածուկ կերպով աղոթել քո հորը, որ երկնքում է։ Իսկ ինչ է պետք խնդրել, ավետարանում Տերը հաճախ է ասում, որ նախ փնտրեցեք Աստուծո արդարությունն ու արքայությունը, իսկ մնացած ամեն ինչ ձեզ կտրվի ավելիով։ Հաջորդ հատվածը Տերը սովորեցնում է, թե ինչպես պետք է աղոթել, եւ ասում է Հայր մեր տերունական աղոթքը, որով որ մեզ սովորեցնում է 7 խնդրանքներ եւ ասում է այսպես սրա նման աղոթեցեք։ Ուրեմն մենք Հայր մեր աղոթքը մեզ համար կարող ենք դարձնել որպես աղոթքը կազմակերպելու ուղեցույց եւ տեսնել, թե Տերը ինչի վրա է շեշտադրություն կատարել եւ մենք էլ մեր աղոթքները անհատական, անձնական կառուցենք այդ աղոթքի տրամաբանությամբ։ Մի փոքր ուշադրություն դարձնենք, թե ինչ խնդրանքների մասին է Տերը խոսում։
Նախ ասում է պիտի խնդրենք դիմենք Տիրոջը իբրև հայր մեր, որ երկնքում ես։ Եվ խնդրանքը, թող սուրբ լինի քո անունը, թող զատված լինի քո անունը բոլոր անուններից, քո նմանը չկա Տեր։ Փառավոր ես դու եւ զատված է քո անունը ամեն ինչից։ Ինչպես որ երկնքում է զատված եւ առանձնացված եւ փառավոր եւ որևէ բան չկա քո նման, այնպես էլ քո անունը, որ սուրբ է երկնքում, թող սուրբ լինի այստեղ երկրի վրա։ Քո թագավորությունը թող գա, ինչպես որ Տերն է ասում, արքայությունը փնտրեք։ Մենք էլ պիտի խնդրենք, որ գա իր արքայությունը եւ արդարությունը հաստատվի երկրի վրա։ Եվ ասում է, քո կամքը թող լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Գիտենք, որ Աստծո կամքը երկնքում կատարյալ կերպով է դրսևորվում։ Երկրի վրա Աստծո կամքը կարող ենք մենք շրջանցել, որովհետև ունենք ազատ կամք, ինքնիշխան հոգի, Աստծո նմանողություն եւ իզորու ենք Աստծուն ասել ոչ, բայց խնդրում ենք ասելով, որ քո կամքը, որ երկնքում կատարյալ կերպով ներդաշնակված է, այդ կամքը թույլ տուր, որպեսզի մեր սրտերում նստի եւ մենք էլ հետևենք քո կամքին եւ երկիրը դառնա երկինք քո առաջ։ Խնդրում ենք հանապազորյա հացի մասին, որպեսզի այո, մեր ամենօրյա կարիքները Տերը հոգա, որպեսզի մենք այդ գայթակղությանը չտրվենք, չլինի թե հացի կամ ուտելիքի համար դառնանք գայթակղության պատճառ, ինչպես որ Պողոս առաքյալն էր Հռոմեացիների ուղղված նամակում ասում, որ ձեր ուտելիքի համար մի կորստյան մատնեք այն, ինչ որ փրկել է Քրիստոս։ Ուրեմն խնդրում ենք Տիրոջը, որ մեր հանապազորյա հացը, մեր առօրյա, մեր կենսակերպը ապահովող հանգամանքները ինքը հոգա, որպեսզի մենք այնպես չլինի, թե ուտելիքի համար դառնանք գայթակղություն ինչ-որ մեկի համար։ Եվ խնդրում ենք ներիր մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ։ Փոխադարձության սկզբունքով Տերը ասում է, որ այն չափով, որ չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ։ Եվ հայրմերի մեջ, որ ասում ենք, թող մեզ սպարտիս մեր, թող մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք թողնում։ Սա մեզ համար կարող է լինել դատապարտություն, սիրելիներ։ Եթե մենք չներենք մեր դիմացիներին, Աստված էլ մեզ չի ներելու, որովհետև եթե մենք ողորմած չենք, ողորմության ակնկալիք պիտի չունենանք։ Եվ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից։ Փորձության տանելու մասին բազում մեկնաբանություններ կան։ Մեզ համար այսօր կարևոր է իմանալ այն, որ Աստված, ինչպես որ Հակոբոս առաքյալն է ասում, չի փորձվում եւ չի փորձում։ Փորձել հանգամանքը պիտի հասկանանք ինչի մասին է խոսքը, որպեսզի զատորոշենք Աստծո թույլատրված փորձությունը սատանայի փորձությունից։ Ուրեմն փորձել կամ գայթակղել բառը, որ հաճախ կիրառում ենք, նշանակում է կորստյան մատնելու համար քար դնել մեկի ոտքի առաջ։ Սատանան փորձում է, որպեսզի մեզ կորստյան մատնի։ Աստված սակայն կարող է թույլ տալ փորձություն, որը մեզ ծառայելու է իր փրկության։ Ուրեմն Աստուծո փորձության դրվագներ մենք տեսնում ենք եւ Հին Կտակարանում, եւ նաեւ Նոր Կտակարանում։ Տեսնում ենք, երբ որ Տեր Հիսուս փորձվեց անապատում, չէ, հոգով տարվեց, այսինքն Աստված կարող է թույլ տալ մի իրավիճակ, որպեսզի մենք մեր հավատարմության մեջ զորանանք։ Բայց մենք խնդրում ենք մի տար մեզի փորձություն, ոչ թե նրա համար, որ Աստված մեզ կորստյան է մատնում, այլ խնդրում ենք, որպեսզի Տերը մեզ թույլ չտա այդ փորձության ժամին անկման մեջ ընկնել։ Եկեղեցու հայրերից շատերը ասում են, որ այս փորձության մասին, երբ որ խոսում է Տեր Հիսուս հայր մեր աղոթքի մեջ, դա վերաբերում է վերջին օրերի փորձությանը, երբ որ
գայթակղությունը այնքան պիտի ավելանա, ինչպես ասում է ավետարանում Տերը, որ նույնիսկ սուրբերը պետք է գայթակղվեն եւ Աստված ուրացության մեղքի մեջ պիտի ընկնեն։ Եվ շատերը ասում են, որ այս փորձություն ասված այստեղ պետք է հասկանալ այդ վերջին օրերի ծանր փորձությունների ուրացման փորձության մասին եւ խնդրում ենք, որպեսզի Աստված թույլ չտա, որպեսզի այդ փորձության ժամանակ մենք ուրանանք իրեն։ Ոմանք էլ ասում են, որ փորձության մի տանիր այս արտահայտությունը վերաբերում է ակամա փորձությանը։ Երբեմն մենք ապրում ենք եւ ակամա փորձանքի մեջ ենք ընկնում, որ մեր կամքից դուրս էր։ Մենք չէինք հնդրում փորձություն, բայց փորձանքի մեջ ընկանք։ Եվ խնդրում ենք այդ մեկնաբանների համաձայն Հայր մերի մեջ, որ Տերը մեզ հեռու պահի այդպիսի ակամա փորձանքներից, որոնք որ երբեմն կյանքի բերումով գալիս են եւ նույնիսկ կարող են այնպիսի մեծ վնասներ հասցնել, որ երբեք մենք պատրաստ չէինք դրան։ Ուրեմն խնդրում ենք, որպեսզի Տերը զորացնի մեզ նման իրավիճակներում եւ հեռու պահի այդ ակամա փորձանքներից, որովհետեւ քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Այս վերջավորությունը հատուկ էր առաջին դարերի աղոթքների վերջավորությանը, որ ամեն աղոթք փառաբանական գոչումով էր ավարտվում եւ Տեր Հիսուս նաեւ իր աղոթքի մեջ սովորեցնում է մեզ, որ մենք մեր աղոթքները վերջացնենք փառաբանությամբ։ Երբ որ կդիմենք Հորը, փառաբանությամբ ավարտենք հիշելով Որդուն եւ Հոգուն։ Երբ որ կդիմենք Որդուն, փառք տանք Հորը եւ Սուրբ Հոգուն։ Երբ որ կդիմենք Սուրբ Հոգուն, փառք տանք Հորը եւ Որդուն։ Ուրեմն սիրելիներ, երրորդ սյունը, որի մասին խոսում է Տեր Հիսուս, ծոմապահության կամ պահեցողության մասին է։ 5 կտակարանը սովորեցնում էր տարվա մեջ մեկ անգամ ծոմ պահել, քավության մեծ օրը, որով որ բոլոր մարդիկ որևէ բան չէին ուտում, որևէ բան չէին խմում եւ նույնիսկ կենդանիներին այդ օրը ոչինչ չէին տալիս, որովհետեւ քավության մեծ օրն էր, նորոգության մեծ օրն էր։ Ժամանակի ընթացքում փարիսեցիները ավելացրեցին շաբաթական պահեցողության, շաբաթական ծոմապահության օրեր 2 օր շաբաթվա մեջ, որով որ իրենց բարեպաշտությունն էին ցույց տալիս եւ այդ օրերին իրենք չէին օծվում յուղերով եւ արտաքին կերպարանքով ցույց էին տալիս, որ իրենք բարեպաշտության մեջ են, ծոմապահության մեջ են։ Տեր Հիսուսի օրերին ամենօրյա օծությունները սովորական երևույթ էին։ Մարդիկ օծվում էին յուղերով եւ պահեցողության ժամանակ էր միայն, որ հրաժարվում էին այդ յուղերը օգտագործելուց։ Եվ Տերը ասում է, երբ դու ծոմ պահես, հակառակ կերպարանքը ընդունիր, ոչ թե տրտմերես եղիր, ոչ թե ցույց տուր, որ դու ծոմի մեջ ես, պահքի մեջ ես, այլ ճիշտ հակառակը, ուրախություն թող լինի քո երեսին, օծիր քո գլուխը, որը ուրախության, ցնծության նշանն էր, ոչ թե սուքի, այլ ասում է օծիր քո գլուխը եւ լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո հորը գաղտնաբար եւ քո հայրը որ տեսնում է կհատուցի քեզ հայտնապես։ Ուրեմն սիրելիներ, մենք տեսնում ենք Տեր Հիսուսի այս կարևոր առանձնահատուկ կետերը, որոնք որ մեզ ավետարանը փոխանցում է, այս կետերին պիտի մեր պահեցողության ընթացքին ուշադրություն դարձնենք, մեր նպատակը պիտի լինի նոր մարդ դառնալը, այս 40-օրյա շրջանը օգտագործել, որպեսզի մահից կյանք անցնենք, այդ ճանապարհին մեր դժվարությունները պիտի հաղթահարենք Տիրոջ խոսքի համաձայն, ուշադրություն դարձնելով ողորմության գործերի վրա, ուշադրություն դարձնելով աղոթական մեր կյանքի վրա, ուշադրություն դարձնելով մեր պահեցողության կերպի վրա, որը նաև խոսում է, որի մասին նաև խոսում է Պողոս առաքյալը, երբ որ ասում է, ով որ ուտում է, թող չդատի նրան, ով որ չի ուտում, եւ այսպես շարունակ, քո եղբոր համար, քո ուտելիքով գայթակղություն մի դարձիր։
Պատմական իմաստով, երբ որ Պողոս առաքյալը ասում էր, ով որ ուտում է կամ չի ուտում, միս ուտել կամ չուտելու մասին, երբ որ խոսում է, ինքը նկատի ունի զոհաբերության միս ուտելու մասին։ Պողոս առաքյալի օրոք, երբ որ միս էին ճաշակում, հիմնականում դա զոհաբերության միս էր։ Եվ այնպիսի խնդիր էր առաջացել, որ հրեական միջավայրը արգելում էր հեթանոսների հետ ճաշակել, որովհետև հեթանոսների հետ ճաշակել նշանակում է հեթանոս աստվածների զոհաբերած մսից ճաշակել։ Եվ դա համարվում էր պղծություն։ Պողոս առաքյալը ասում է, ամեն ինչ մաքուր է նրա համար, ով որ մաքուր կերպով է մոտենում։ Եթե դու մաքուր կերպով ես մոտենում, ոչ ուտելը, ոչ չուտելը որևէ նշանակություն չունի։ Եթե ուտում ես Աստծո համար, չես ուտում, էլի չես ուտում Աստծո համար։ Մեր օրերին այսպիսի խնդիր չկա, որ զոհաբերության մսից ճաշակենք կամ ոչ։ Դրա համար Պողոս առաքյալի խոսքերը մեր կյանքում կարող ենք ընկալել մեր պահեցողության մեջ զգուշանալու տեսանկյունից։ Ով որ միս է ուտում, այսինքն պահք չի պահում, թող զգուշանա, որպեսզի գայթակղության պատճառ չդառնա նրա համար, ով որ պահում է, եւ հակառակը, ով որ պահում է, թող չդատապարտի նրան, ով չի պահում։ Եվ այսպիսով սիրո օրենքը պիտի հաստատվի մեր մեջ, սիրելիներ, եւ մենք պիտի գտնենք ողորմություն Աստծուց, եւ ինչպես որ Եսայի մարգարեն էր ասում, այս ամենը անելով պիտի մեր արեգակը ծագի, արշալույսը պիտի բացվի մեզ համար եւ Տիրոջ ձայնը պիտի լսենք, պիտի տեսնենք, եւ ինչպես որ ասում է մարգարեն, դեռ իրեն չկանչած պիտի մեզ ասի այստեղ եմ, լսում եմ։ Թող Տերը Հիսուս Քրիստոս, Հայր Աստված եւ մեր փափագելի Սուրբ Հոգին այս ճանապարհորդության մեջ զորավիգ լինեն մեզ ամենքիս։ Ամեն։